Ինչ դուրն ու քններականների ներկայացումը կարա ձեր գործողությունները։ Ձեր մի տվեք, հետո ձեր հարցին կպատասխանեն անպատասխանատու։ Բաց չի, բայց Իսկ դու կարող եք ներկայացնել հայության համար հոգևոր։ Ոչ, խնդրում եմ դուրս եկեք, մի խանգարեք։ Մեր հոգևոր կենտրոններից մեկը, կարևորագույններից մեկը, ինչ մի խանգարեք։ Դիմա փորձում եք Իսկ հայտնաբերել եք ինչ խնդրում էիք։ Դե ո՞նց գնա մարդիկ կանգնած են։ Մարդիկ կանգնած են։ Ինչ որ բան հայտնաբերեցիք եւ վերջ հարցում տվեց ձեր որանինները։ Մեկին ասեք, որ կարա պատասխանի էլ այդ հարցերը։ Ույս գախնի չէ։ Այո։ Այսինքն Մի խոչընդոտեք։ Չէ խոչընդոտում ենք դեռքան իրավունք եւ հնարավորություն տվել են մեր սեփական երկրում շարժվելու, հավատք ունենալու, խոսելու, կարծիքի համար կալանավորում եք, խոսքի համար կալանավորում եք, եկեղեցի այցելելու համար կալանավորում են։ Արդեն հոգևոր ինքնությանն են հասել։ Ես վստահ եմ, որ այդ եկեղեցականները, տեր հայրերը, ովքեր այս պահին ձերբակալված են, նրանք ձեր երեխաների կնունքին, ձեր ամուսնական պսակադրությանը օրհնությունն են բերել եւ իրականացրել են այդ սուրբ արարողությունները, երբ որ դուք մկրտվել եք, եթե մկրտված եք։ Ոնց եք հանդուրժում այս իրողությունը, որպես հայ մարդ։ Հրաման կատարելով չեք կարող արդարանալ։ Հրաման կատարելով վաղը մյուս օրը գալու են ասելու են ասկյարները հիմա բռնաբարում ենք ձեր մորն ու կնոջն ու երեխային ձեր աչքի առաջ։ Դուք հրաման եք կատարելու։ Արդեն մեր հոգևոր ինքնությանն են հասել։ Ոնց կարելի է հանդուրժել այս ամենը։ Եվ ես որպես հայ մարդ հենց հիմա իրավունք ունեմ հասկանալու մեր հոգևոր կենտրոնում ինչ է իրականում տեղի ունենում։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի րոպե։ Խնդրում եմ պարզաբանում։ Որևէ անձ, ով կարող է պարզաբանում տալ։ Ներողություն կա որևէ անձ, ով կոմպետենտ է պատասխաններ հնչեցնելու։ Չէ՞ որ գործողություն եք անում, հանրության հետ բաց, շիտակ խոսեք։ 3 միլիոն վարչապետերից այստեղ կան եւս մի քանի վարչապետեր։ 100-ին հասնող վարչապետեր կան այստեղ։ Խնդրում եմ պարզաբանեք մեզ։ Բնակիչներ, բոլորը տիկնոջ հարցադրումը ուղեք համապատասխան գործողությունները, որ տեղ են ունենում ներսում։ Տիկնոջը միայնակ մի թողեք, մենք բոլորը Կարելի է ձեզ մի րոպե։ Հավատավորներ ենք, հետևորդներ ենք, տիկինը ճիշտ է ուղղում իր հարցադրումը։ Արդյոք իրավունք ունենք տեղեկանալու։ Ինչ գործողություններ է այս պահին տեղի ունենում։ Կոմպետենտ որևէ մեկը կա, որ կարող է պատասխանել։ Իսկ ինչ չափով է խաթարվել կամ ով է խաթարել հասարակական կարգը։ Նրա գրողների ներկայությամբ ոստիկանների Հասարակական կարգը խախտվել է այստեղ։ Խնդրում եմ պատասխանեք։ Հասկանալի գործողություններ, եթե հիմա հրաման կա